հիմնականում լինելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովին, եթե դրանից հետո որևէ հարցադրումներ կմնան այլ մասնակիցներին, կանդրադառնանք։ Առաջին հարցը հետևյալն է, ուրեմն պատասխանողը երեկ իր դիրքորոշումը ներկայացնելու ժամանակ ասեց, ցիտում եմ. Այս այն իրողությունն է, որը ունենք, ես չեմ ասում, ես ընկալում եմ այդ հույզերը, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը այդպիսին է, թվային արտահայտությունը այդպիսին է եւ սա է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը։ Առաջին հարցը, որ ուզում եմ տամ, ուզում եմ հասկանամ ոնց են պարզել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը։ Ինչ ընթացակարգով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինձ կամքը արտահայտել են ընտրական տեղամասերում, ստանալով քվեաթերթիկ եւ սահմանված ընթացակարգով իրենց քվեն արձանագրվել է համապատասխան տեղամասային հանձնաժողովների։ Շատ լավ, ուզում եմ ճշտել, որ դա քվեարկության արդյունքների մասին էր։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, երբ որ քվեարկել են, ուշ են քվեարկել, շուտ են քվեարկել, ոնց են քվեարկել, բայց երբ որ քվեարկել են քվեաթերթիկներով, ԲՀԿ-ի մասով ինչ կամք են արտահայտել, այդ որ քվեարկության այդ խցիկներում արկա քվեաթերթիկներով են քաշվում, չեմ ասում արձանագրությունում, 4%-ը գերազանցում է ԲՀԿ-ն, թե չէ։ Ես սպասում եմ, ինչ։ Կոնկրետ քաղաքական ուժերի վերաբերյալ ընտրողների կամքը արտահայտված է մեր ամբողջ արձանագրությունում, որտեղ արդյունքները ներառված են։ Ես նորից հարցս տամ, եթե մենք հաշվում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, ովքեր քվեարկել են, այսինքն ուշ են քվեարկել, անվավեր տեղամասում են քվեարկել է մի տեղամասում, որտեղ չի եղել ինչ-որ մեկի բյուլետենը, որը պետք է լիներ, այդ բոլոր քաղաքացիները, ովքեր քվեարկել են, չեմ ասում դա պետք է լինի վերջնական կամքը, բարձր դատարանը կգնահատի դա է վերջնական կամքը, թե դուք եք ճիշտ գնահատել։ Հիմա այդ բոլոր քաղաքացիների մեջ 4%-ից ավելն է գտնում, որ ԲՀԿ-ն պետք է անցնել պարլամենտ, թե չէ։ Պարոն Օբելյան, պարզ հարց է։ Ընտրական օրենսգիրքը ունի ընտրությունների ամփոփման կարգ։ Այդ կարգով ամփոփվել են ընտրությունները եւ հրապարակված է արձանագրություն։ Այսինքն չի կարող գոյություն ունենալ այլ թիվ, որովհետեւ ընտրական օրենսգիրքը ինչ որ պահանջում է, դա է արված։ Այսինքն այն արձանագրությունը, որ կա, դա միակ օրինական տվյալն է։ Չգիտեմ դուք ինչ տվյալ եք ուզում, ես ասում եմ, այն ինչ ունենք արձանագրությունում, դա են թվերը։ Պարոն Ավագիմյան, մենք այս վարույթում գտնում ենք, որ դուք ապօրինի գործ եք արել, դրա համար ենք դատարանում։ Այսինքն դատարանը վերջում որոշելու է, ճիշտ եք արել, թե սխալ։ Հիմա եթե իմ բոլոր հարցերին ասելու եք, ես արձանագրել եմ, դա է ճիշտը, մեր հարցերը դառնում են առարկայազուրկ։ Հիմա դրա համար մենք պետք է փորձենք հասկանանք ձեր կողմից այդ քվեարկության արդյունքների իմի բերման գործընթացը, ինչքանով է եղել ամբողջական, ինչքանով է եղել վերահսկելի բաներ, quality assurance-ի, որակի ստուգման տեսակետից, ինչքանով է հավաստի, որ վերջում հասկանանք ձեր պնդումը, որ այս արձանագրության մեջ ես ունեմ եզրահանգում, ճիշտ է թե ոչ, դրա համար կրկնում եմ հարցս։ Եթե ոչ մի տեղամասում անվավեր չճանաչվեր քվեարկության արդյունքները եւ հաշվենք թվերը, չեմ ասում դա պետք է արձանագրենք թե չէ, ընդհանրապես թվաբանություն ենք հաշվում, ԲՀԿ-ն 4% հավաքում էր թե ոչ։ Պարոն Օբելյան, մենք իրավիճակը գնահատել ենք այնպես ինչ ունենք։ Այն իրողությունը, որ ունենք, ես չեմ կարող ենթադրություններով Կարծիք չեմ հարցնում, թիվ եմ հարցնում, չեմ ասում, ճիշտ է, եմ ասում, պարոն Օբելյան, մենք ունենք 3 տեղամաս, որտեղ որ անվավերը ճանաչվելու արդյունքում բոլոր ձայները ըստ ընտրական օրենսգիրքի 0-ան են։ Լավ, խնդրեմ, սա ուրեմն բոլորին ներկայացնեմ, սա էլեկտրոնային քվեարկության արդյունքներն է։ Մի օրինակ ձեզ եմ տալիս։ Կայքում հրապարակվածն է, ուղղակի մեծ եմ տպել, որ լավ է։